Բարև սիրելի բարեկամներ, բարև սիրելի հայրենակիցներ, ողջունում եմ բոլորիդ։ Սկզբի համար կխնդրեմ, չեք մոռանում ձեր լայքերը, գրանցվեք իմ ալիքին, որը որ շատ կարևոր է ինձ համար։ Հիշեք, որ դուք ձեր ակտիվությամբ գնահատում եք իմ աշխատանքը։ Իսկ այն մարդիկ, ովքեր կցանկանան աջակցել իմ ալիքին, նույն YouTube-ի միջոցով մեմբրեսիա տարբերակով կարող եք աջակցել իմ ալիքին։ Ձեր աջակցությամբ մեր ալիքը կբարգավաճի, ոչ թե գոյություն կունենա, այլ կբարգավաճի։ Գոյության համար ձեր աջակցության գումարային աջակցության կարիքը չկա։ Ես սրա մասին արդեն խոսացել եմ, որ շատ բաներ կան ձրի են, բայց երբ որ աջակցություն կա, ալիքը այո բարգավաճում է։ Եվ այսպես, մենք ունենք այսօր երկու թեմա, որոնք որ շատ կարևոր են։ Մեկը մեր իշխանության վերջի դավաճանության մասին, իսկ մյուսը մեր քաղաքական դաշտի քաղաքականության մասին, որը որ ես անվանում եմ բիզնես պլան։ Հիմա նայեք, երկրի իշխանությունը դադարեցրել է հետապնդումը ադրբեջանցի այդ հանցագործի հանդեպ, որը որ հայ մարդա գլխատ է։ Սա ոչ այն ինչը, այ ինչ որ ասենք արդեն քո ժողովրդին դու դավաճանում ես։ Նիկոլ Փաշինյանի խոսքերով ասած, թող պոզով պոչով չի լինում, այս ձև ալնում դավաճանությունը։ Այն մարդու, որ գլխատել են, այդ մարդու բարեկամների աչքերին, հարազատների աչքերին, հենց այդ նույն մարդը ներկայացնում է նաև հայ ազգը։ Հայ ազգի աչքերին հիմի դուք ո՞նց եք նայելու, որ դուք այդ հանցագործի հանդեպ դադարեցրել եք հետապնդումը։ Սա փող զիջում չի, սա դավաճանություն է, ուղիղ իմաստով։ Ու հենց այդ հանցագործը վերադառնալով Ադրբեջան կադրերը ինքներդ տեսել եք երևի ժողովուրդ ջան, տոմի ծափերով, տոմի ծաղիկներով, տոմի պաչիկներով դիմավորում են, այսինքն հերոսի են դիմավորում իրանք։ Ու դուք հետո հելնում ասում եք, որ մենք խաղաղության պայմանագիր ենք կնքում։ Սուտ եք ասում, ոչ մի խաղաղության պայմանագիր չկա։ Այն երկիրը, ով ծափ ողջույներով եւ հերոսի նման է ընդունում այն մարդուն, ով գլխատել է հայ տարեց մարդուն, այդ երկրի բնակչությունը պատրաստ չի Հայաստանի հետ, հայ ժողովրդի հետ խաղաղության պայմանագիր կնքելու։ Այսինքն, եթե բնակչությունը պատրաստ չի, ուրեմն կառավարությունն էլ պատրաստ չի։ Սա նորմալ բան է, հասկանում եք։ Երբ որ բնակչությունը պատրաստ չի, ուրեմն կառավարությունն էլ պատրաստ չի։ Այ աննորմալ է, երբ որ մեր կառավարությունը ամեն օր սուտ է խոսում, որ մենք խաղաղության պայմանագիր ենք կնքում։ Այն դեպքում, որ այնտեղ հերոսացնում են ցանկացած մի մարդու, ով գոնե մեկ վատություն արել է հային։ Եվ չեմ ասում, որ ամենօրյա կրակոցները գյուղերի սահմանամեծ գյուղերի նկատմամբ։ Հիմա դուք տեսեք ձեր աչքերով, դուք գնահատեք մեր իշխանության պավազքը, դավաճանական պավազքը։ Սրանից էյան էլ դավաճանություն չկա, եւ սա փող զիջում չի։ Մնում է, որ դուք ձեր կներեք խոսքիս համար շալվարներդ իջեցնեք, դեմ տակ Թուրքին։ Խոսքը կառավարության մասին է։ Էսի սենց, հիմա ժողովուրդ ջան, ես ուզում եմ անցնենք մեր քաղաքական դաշտին, ուրեմն ես երեխա էի։ Ընտրությունների ժամանակ գալիս էին, ինչ էին անում։ Դուք բոլորդ քիշեք, որովհետև ես գիտեմ, որ բոլորդ էլ արդեն 30-անց մարդիկ եք, ձեր մեծամասնությունները եւ տարիքներդ հերիքացնում այս ամեն ինչը հիշելու համար, այսինքն դուք տեսել եք այս ամենը, գալի ասում են, գիտեք ինչ կա, ընտրությունը ինձ ընտրեք, ես էս հայաթը կասֆալտեմ կամ այն փողոցը կասֆալտեմ, այն մի տեղը կասֆալտեմ։ Այս ամեն ինչը արվում էր, որ այդ մարդուն ընտրեն։ Այսինքն ինչ էր դուս գալի, որ իրականում այս մարդիկ չէին գալի մեր երկրի համար ծառայելու, մեր երկիրը բարգավաճելու, այ գալիս էին որպես իրանք ընդունում էին այդ ընտրությունը որպես բիզնես պլան։ Հասկանում եք, հիմի փող ծախսենք, թող մեզ ընտրեն, հետո քթներից կբերենք։ Այսի է իրականությունը եւ միջև հիմի Հայաստանի Հանրապետությունում շարունակվում է այս նույն իրավիճակը։ Ճիշտ է, մի քիչ հիմի նենց թաքցրած են ցույց տալի, բայց ոչ մի բան չի փոխվել միջև հիմի մեր երկրում։ Վերջի ընտրությունները ձեզ ապացույց, նորից էլի ընտրակաշառքներ, նորից էլի ծանոթ բարեկամ ախպերություն, ընկերություն եւ այսպես շարունակ։ Հիմա, երբ որ մենք կանգնում ենք փաստի առաջ, ամեն անգամ Հայաստանը ինչ որ խնդրի առաջ, հիշեք, որ միակ մեղավորը մենք ենք։ Մենք բոլորս, որտեվ համ ընտրվողն ենք մենք, մեր հայ ազգից է, չէ՞, համ էլ ընտրողն ենք մենք, էլի մենք ենք բոլորս հայ ազգից ենք։ Մենք մեղավորը մենք ենք։ Հետո ժողովուրդ ջան, ես նորից կրկնում եմ, երբ որ այսպիսի մարդիկ գալիս են, դուք ուշադրություն դարձրեք, որ իրանց կողքը թիմակիցներ ինչ-որ հատուկ պրոֆեսիոնալ չկան, կամ էլ այսպես կոչված թաքցված են։ Ես դրա համար ասում եմ, դուք ուշադիր նայեք ում եք էթու միանում, ինչի համար եք էթու միանում։
Այն մարդիկ, ովքեր որ քաղաքական հայտ են ներկայացնում առանց քաղաքական թիմի, այդ մարդկանց կողքը դուք կանգնելով դուք վտանգում եք ձեր ապագան, ձեր երեխեքի ապագան։ Դուք ոնց կարող եք կանգնել մի մարդու կողքը, ով քաղաքական թիմը թաքցնում է ձեզանից կամ չի ուզում այս կամ այն պատճառով ներկայացնել իր քաղաքական թիմը։ Չկա որևիցե մի պատճառ, որ դուք կարող եք եթալ եւ կանգնել ինչ որ մեկի կողքով քաղաքական թիմ չունի։ Դա դուք ինչ ուզում եք ձեզի կործանեք, չեմ հասկանում։ Դուք ռուսկի ռուլետկա եք խաղում, sense ուզում եք ցես բանանեք, թե կկրակի, թե չի կրակի, հա։ Չի լինում այդպես, մի հատ լավ մտածեք, ժողովուրդ ջան, մի հատ ստապվեք, որ մեր երկիր մնա։ Հասկացեք, վերջով։ Նայեք, ես հիշում եմ, ու այսպես դեպքեր շատ են եղել, հեսա օրինակ կբերեմ, ես հիշում եմ ժամանակին կար մի հատ, միջև էլ կա չնայած, այն օրը տեսա ում հետա միացե, вообще զարմացա, մի 4-5 տարի առաջ կար մի հաղորդում, որտեղ որ մի մարդ հեքիաթաբաներ, ինչ էր, ոչ եմ տենց հեքիաթներից էր խոսում, Սասունցի Դավիթ, Սիենի, մեկ էլ մի ժամանակ եկա, մեկ կանգնավ, ասես, գիտեք ինչ կա, ես եմ նա, ով պետք է հայ ազգին։ Մի խոսքով ես եմ ձեր տերը, որ հետո գրկեմ ձեր տերը, կներեք խոսքիս համար։ Բայց սա մի հատ մեծ խայտառակություն էր։ Այսինքն դու ով ես, որ նենց այսօր մեկ, վաղ երկու հելար ասիր, ես եմ այն մարդը, ով պետք է հայ ազգին։ Ընտրությունների բան, կարծեմ դա պատերազմից հետո էր, այդ ընտրությունների պահեկավ մեկ էլ ով կողից հասավ, հելավ ասեց ես եմ ձեր տերը։ Չեք հավատում խոսքիս։ Այդ մարդու անունը Հայկ Կիրակոսյանը, ահա, չեք հավատում, ահա, նայեք, պասի հեսա բան անեմ ժողովուրդ ջան։ Ահա, նայեք ինքներդ համոզվեք։ Այս ամենը հաշվի առնելով, վերլուծելով, ծանր ու թեթև անելով, խորհրդակցելով, անում եմ այն պատասխանատու հայտարարությունը, որը որ կարծում եմ շատերի համար սպասված է, իսկ շատ ավելի մեծ թվով մարդկանց համար անսպասելի։ Ես եմ նա, ով պետք է հայ ժողովրդին։ Ես եմ նա, ով պատրաստ է ստանձնել երկրի առաջ կանգնած լրջագույն խնդիրների լուծումը, ով գիտակցում է, որ այսօր գոնե հաստատ Հայաստանի իշխանությունը մի վայր չէ, որտեղ մեղր ու կարագ են բաժանում։ Ես եմ նա, ով իր կյանքի բնականոն ընթացքը պատրաստ է մի կողմ թողնել ամբողջովին ծառայելու եւ նվիրվելու սեփական ազգի ու հայրենիքի լինելիությանը եւ շենացմանը։ Իհարկե համոզված եմ, որ բացի այն լսարանը, որ Մի խոսքով ժողովուրդ ջան, լսակ, չէ, այս մարդը տես ծրագրամաներ էր անում, հա, իր հեքիաթներից էր խոսում, լավ էր անում։ Մարդիկ նայում էին, մեկ էլ մի օր Էսյան, մի օր Էյան, հելավ ասեց, ես եմ նա, ով պետք եմ ձեզ, ոչ եմ ես եմ ձեր տերը։ Սա Այսինքն հետո այս մարդուն ոնց լուրջ վերաբերվես։ Ինչ եղավ։ Այս վերջերս տեսա Գուրգեն Սիմոնյանը այդ իրա, չգիտեմ, կուսակցությունա, կուսակցակաշինությունա, այսի մի շինությունը արեց, Պրծավ, մեկ էլ տենամ այս մարդը գնաց կողմը կանգնավ, ոբշեմ իրա թմից է։ Համի բա չասես, այս ինչ խայտառակություն է։ Բա ոնց կարելի է համի լուրջ վերաբերվել հենց նույն Գուրգեն Սիմոնյանին։ Եթե ես այս մարդուն արդեն այսօրվա այդ օրվանից հետո լուրջ չէի վերաբերվում, չնայած այդ ժամանակ ես բլոկ չէի անում, թե չէ հենց այդ ժամանակ կխոսայի։ Բայց այս մարդը համի գնաց միացավ, այդպիսի անլուրջ հայտարարությունից հետո նիստավո, նիշչիվո ես եմ ձեր տերը։ Մի գնաց միացավ Գուրգեն Սիմոնյանին, բայ համի ես ոնց բան անեմ, ոնց լուրջ վերաբերվեմ հենց Գուրգեն Սիմոնյանին։ Իսկ ես вообще-то անուններ չեմ տալի, բայց այս անգամ արդեն չնայած այս մարդիկ իմ մոտ լրիվ sense գրանցված են, ժողովուրդ ջան։ Ես հերթով հետո անունները տալիս եմ։ Մի այսօր Գուրգեն Սիմոնյանի հերթն է։ Ուրեմն ես Գուրգեն Սիմոնյան, հələ որ թիմը լճ բանը պարկ էր իմ համար, այդ իր բանները, կուսակցություններ ստեղծում, ես այդ բանը Գուրգեն Սիմոնյանին գրեցի, ասի մապեր, մի հատ արի մատ հարցազրույց տու, արի մատ նստենք, արի մատ խոսանք հələ իմ Facebook-անը, YouTube-յան էջում։ Մատ տենանք թիմը տովաբան էլի, ես սիրում մատ գրել է ինքը որ գար, կարդացել էր չրե պատասխան է։ Համի քաղաքական գործիչ, որը որ չգիտեմ, ցանկություն ունի ժողովրդի հետ խոսալու, ու այդումա միայն չգիտեմ, իր անգեր ախպերների մոտ հարցազրույցների ու չի գալ ինձ մարդու մոտ, ով որ կարող է անենց հարցեր տա, որի տակից դուրս չգա։
ու այնն էլ էսրանից հետո երբ որ այս մարդը դու միանում ո՞ս լուրջ վերաբերվենք այդ մարդը ոչ եմ կարծած տենց էլ չպատասխանեց տենց էլ չեկա որ մի հատ իրան հարցեր տենք տինենք ին վախտ տինենք թիմակիցներն ով էր Համի էլ այդ բան էլ ուժի մեջ չկա, էլ ինձի պետք չի որ ինքը գացե, որովհետև ես իրան արդեն թիմակիցները տեսա ովքեր են, ու մի լավ է որ տեսա, դու այս համար եմ ասում անպայման իմացեք թիմակիցներն ովքեր են, որովհետև Գուրգեն Սիմոնյանին դու կարողա նայես կողից ասես, վայ ես ինչ լավ է խոսում, բայց հետո թիմակցին տենաս փառադի մարդ է մի հատ։ Այս համար ասում եմ, ոչ մեկի կողքը չարժի կանգնել երբեք, մինչև դուք չտնեք իրաց թիմակիցները ովքեր են։ Բաբի, գցենք, ես հայ մարդ կետամ արդեն Գուրգեն Սիմոնյանի կողքը կանգնեմ, իմանալով, որ Հայկ Կիրակոսյան, այս անպատասխանատու հայտարարություն անողը, որ սենց նիստավոն նիստ չի որ հելավ ասեց, ես եմ ձեր տերը, այսօր իրա թիմակիցն է, ես պետք է թամ Գուրգեն Սիմոնյանի կողքը կանգնեմ։ Որ տենում ես արդեն թիմնովա պատկերացնում ես, որտեվ ոչ մի երկրում մի հոգի հարց չի լուծում։ Հա, մի հոգի հարց, նորմալ երկրների մասին է խոսքը, մի հոգի հարց չի լուծում, պետք է քաղաքական թիմը հարց լուծի։ Սա է իրական երկրի առավելությունը։ Դրա համար բոլոր ժամանակակից կարգին երկրները ունեն բանը, քաղաքական թիմ, մեծ թիմ, ու լավ էլ բան ունեն, ընդդիմադիր դաշտ ունեն, որ երկուսը իրար հետ կարողանան ճիշտ աշխատեն, որը որ առողջ աշխատանքային մթնոլորտ է ստեղծվում, որ այս իշխանությունն էլ չի կարող թույլատի, որտեղ ընդդիմությունը սխմում է, հասկանում եք, ու ամեն օրենք էլ չի որ կարող աշխատացնի, որտեղ ընդ կոնգրես կա, բան կա, սենատորներ կան, ոչ թե սենց մեկը գա նստի, ասի գիտեք, ես եմ ձեր տերը։ Դրա համար ժողովուրդ ջան, շատ լավ մտածեք, խնդրեմ, նորից եմ ասում, շատ լավ մտածեք ում կողքն եք կանգնում, ինչի համար եք կանգնում։ Եվ այն մարդը ովքեր որ կռուտիտ են ելնում, ասես բարից ուղի իմաստով ասում եմ, կռուտիտ են ելնում հարցերի պատասխանին, կամ ինչ որ սենց այսի սենց չենինես չի ապեր բան ու չեն կարողանում հարցերի ճիշտ պատասխանը տամ, ու ես միշտ ասում եմ, այդ մեն նույն հերոստալիկները ու իրանց իրաց հարցերին են պատասխանում, այդ մարդուց աշխատեք հեռու մնացեք։ Սա իմ խորհուրդն է հանուն ձեր երեխեքի ապագայի եւ իմ հայրենիքի։ Եվ թող մնացածն էլ լավ իմանան, որ սենց մարդիկ էլի կան, որ այսօր ոնց որ Գուրգեն Սիմոնյանի անունը տվեցի, վաղը մյուսօր ձեր անունն էլ եմ տալու։ Ոչ քաղաքական թիմ ունեցող մարդիկ, լավ իմացեք էդի։ Այս է ուզում ասել այսօր, սիրելի բարեկամներ, այս թեմայով է ուզում խոսել, որտեվ սա շատ կարևոր է մեր ապագայի համար։ Մեր խնդրեմը մենք ենք, խնդրեմ բարձրացնել ձեր քաղաքական գիտակցությունը, խնդրեմ լինել ավելի գիտակից։ Լինել պատասխանատու ձեր երեխայի ապագայի համար։ Ուրիշ տարբերակ չկա։ Թե չէ ամեն մեկը որ էլավ ասես, մի ոնց որ ես բան անեմ, ասես եթերներ անեմ, վաղը մյուսօր մի քիչ էլ սեկ բան լինի, հետևորդներից քանակ ավելանա, եկել եմ ասում, ես եմ ձեր տերը։ Ես եմ այն մարդը, ով պետք է հայ ազգին։ Ստեսություն հաջողություն։